Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր արձագանքել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախորդին իրեն ուղղված նամակին։ Վարդանյանը Բաքվի բանտից նախորդին դիմել էր Մանասյանին, խնդրելով դիտարկել Ադրբեջան այցելելու հնարավորությունը, հարցրել, թե ինչու հայ կալանավորների հարցը պաշտոնական Երևանի օրակարգում չէ։ Անահիտ Մանասյանը պարզաբանել է, որ իր լիազորությունները տարածվում են բացառապես Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներ արձանագրելու գործընթացների վրա, անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից։ Ավելին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն եւ այդ այցերի ընթացքում իր բոլոր գործիքները կիրառելու անարգել հնարավորություն ունի բացառապես Հայաստանի Հանրապետությունում, ասված է Մանասյանի հայտարարությունում։ Անահիտ Մանասյանն անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի այն պնդմանը, որ Ադրբեջանի օմբուդսմենը պատրաստակամություն է հայտնել նպաստելու իր Բաքու այցելության, Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԻՊ հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։ Միևնույն ժամանակ հարկ է նկատի ունենալ, որ կոնկրետ պետության տարածքում իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր հարց ընդգրկված է տվյալ պետության օմբուդսմանական մարդու իրավունքների ազգային հաստատության մանդատի շրջանակներում, հանդիսանում է տվյալ պետության օմբուդսմանի գործառույթը եւ որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել այլ պետության ՄԻՊ հաստատության հետ ունեցած հաղորդակցության հանգամանքով, նշվում է Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ի հայտարարությունում։ Մանասյանը վերահաստատել է իր այն դիրքորոշումը, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքն այսօր ապրիլի 22-ին կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։ Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում են կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի եղբորորդին Նարեկ Կարապետյանը, փաստաբան Արամ Վարդևանյանն ու սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ Ընդհանուր առմամբ ցուցակում ընդգրկված է 200 անուն։ Այս պահի դրությամբ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել քաղաքացիական պայմանագիր Բարգավաճ Հայաստանը եւ շնորհապետական կուսակցությունները։ Կուսակցությունների եւ դաշինքների կողմից կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է վաղը ապրիլի 23-ին ժամը 18:00-ին։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դելֆիում հանդիպել է Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկտիորիի հետ։ Այս մասին հայտնում են ԱՀԿ գրասենյակի ցուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովայի երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդգրկող հարցեր, նախանշելով հետագա համագործակցության հնարավոր ուղիները։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Աշտարակ համայնքի ուշի բնակավայրի մանկապարտեզը վերակառուցվել է, այս մասին Facebook-ում հայտնել է Նիկոլ Փաշինյանը եւ կից տեսանյութ հրապարակել։ Տեսանյութում երևում է, որ ուշի նորակառույց մանկապարտեզի տնօրենը Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է նաև խոհանոց եւ սննդային պահեստ, ապա նաև բուժկետ, դահլիճ, լվացքատուն։ Փաշինյանը յուրաքանչյուր աշխատակցի հարցնում էր, թե նախկինում որտեղ են աշխատել եւ նրանց մի մասին լսելով պատասխան, որ չեն աշխատել, գոհունակությամբ նկատեց, որ նորակառույց մանկապարտեզում աշխատատեղեր են բացվել։ Մտնելով սանհանգույցներից մեկը վարչապետը նկատեց, որ մի անկյունում ավելներ եւ ախտահանման պարագաներ են դրված։ Տիկին տնօրեն, «Էսպես չէ այստեղ պահել, պահեստային մաս ունեք, թող այնտեղ պահեն», ասաց նա։ Փաշինյանն այցելել է նաև Երնջատապ բնակավայրի Եղիշե Չարենցի անվան դպրոց, որտեղից տնական արաղի հոտ է առել։ «Վայեսիչ լավ քաշած տնական արաղի հոտ է գալիս», ասաց նա։ Դպրոցի տնօրենն ասաց, թե ախտահանել են սենյակ։ Հասկանալի է, բայց ինչի եք տնական արաղով ախտահանել, ափսոս չէր, արձագանքեց Փաշինյանը։ Նա երեխաներից հետաքրքրվեց, թե արդյոք իրենց դուր է գալիս նորոգված դպրոցը եւ խոստացավ ֆիզկուլտուրայի դահլիճ կառուցել։ Ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հասարակական կարգի պահպանության, անվտանգության ապահովման, քաղաքացիների հոսքերի արդյունավետ կառավարման եւ պետական արարողակարգային միջոցառումների բնականon ընթացքն ապահովելու նպատակով կգործեն երթևեկության եւ տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից։ Ապրիլի 24-ին ժամը 06:00-ից 24:00 տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակ կլինեն Հաղթանակ կամրջից Հաթենքի փողոց, Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածը մինչև Քրքրքոյան նախկին Լենինգրադյան փողոցը, Հրազդանի կիրճից դեպի Հրազդան մարզադաշտ տանող ճանապարհահատվածը։ Քաղաքացիների համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը կկազմակերպվի գլխավոր ծառուղով Քրքրքոյան նախկին Լենինգրադյան փողոցի կողմից ելքը դեպի Բրազիլիայի հրապարակով։ Այստեղից
քաղաքացիների համար կկազմակերպվի համայնքային ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով անվճար փոխադրում։ Հիշատակի միջոցառման խաղաղ եւ բնականon ընթացքի ապահովման նպատակով արգելվելու է քաղաքացիների ընդհանուր հոսքին հակառակ տեղաշարժը բացառությամբ ակնհայտ հաշմանդամություն ունեցող եւ նրանց ուղեկցող անձանց համար։ Պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամը 0:00-ից 10:00 ժամանակավորապես կսահմանափակվի քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին ժամը 18:00-ից 21:00 ընկած ժամանակահատվածում կսահմանափակվի երթևեկությունը Հանրապետության հրապարակ մտող փողոցներում։ Ժամը 20:00-ից կսահմանափակվի երթևեկությունը հետևյալ ուղղությամբ. Հանրապետության հրապարակ Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան պողոտա, Բարեկամության հրապարակ, Կիևյան փողոց, Կիևյան կամուրջ, մինչև Հալաբիա եւ Քրքրքոյան փողոցների խաչմերուկ ճանապարհահատվածում։ Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիայի պոտենցիալ գնորդները ստիպված կլինեն առնվազն $250 միլիոն վճարել իրավունքների ձեռքբերման եւ փոխհատուցումների համար։ Այս նախնական հաշվարկը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շելցովը։ Ստիպված կլինեն նաեւ տարեկան մոտ $40 միլիոն ծախսել շահագործման համար, շուրջ $400 միլիոն ներդնել Իջևանի քանդված հատվածի վերականգնման, մոտ $200 միլիոն Վանաձոր Ֆիոլետովո հատվածի, ինչպես նաեւ մոտ $40 միլիոն Թուրքիայի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ սահմանային հատվածների վերականգնման համար, թվարկել է Շեցովը։ Նա նաեւ ընդգծել է, որ ռուսական կողմի հետ գործող կոնցեսիոն պայմանագիրը կնքված է հայկական կողմի համար ամենանպաստավոր պայմաններով, միևնույն ժամանակ նրա խոսքով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում բեռնափոխադրումների ծավալները զգալիորեն կկրճատվեն եւ դա միշտ կարելի է ստուգել գործնականում։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխքարտուղարի խոսքով բացառված չէ, որ արդյունքները գերազանցեն սպասելիքները եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի սոցիալ-տնտեսական կորուստներն էլ ավելի մեծ լինեն։ 3 ապրիլի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 23:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Արթուր Ղն իր վարած Նիսան Տիդամաքնիշի ավտոմեքենայով Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Փարաքարի դպրոցի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել դպրոցի մոտ տեղադրված ցուցանակը եւ գլխի վայր հայտնվել դպրոցի ճաղավանդակների մոտ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։